Գլենդեյլի կենտրոնում հայ-ամերիկյան թանգարանի բացմանը հաշվածամիսներ են մնացել։ 10 տարի առաջ այս նախագծի գաղափարն առաջարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող համայնքային մարմինը, որի կազմում ընդգրկված էին մոտ 2 տասնյակ հայկական կազմակերպություն։ Նրանք թանգարանի կառուցման գործը հանձնարարել են համայնքի կրոնական, հասարակական ու բարեգործական 10 կառույցների, որոնց ներկայացուցիչների ձևավորված հանձնախումբն այս օրերին համայնքին ներկայացրեց ավարտին մոտեցող նախագծի մանրամասները։ Պիտի հայ համայնքի համար առաջի թանգարանը, որ մենք կառուցում ենք զերոյից եւ պիտի լինի տեղը, որ համայնքի բոլոր երկիրներից պիտի հայեր կարողանան գան եւ իրանց պատմությունը տեսնեն։ Պիտի ցույց տանք, որ ինչպես մենք կարող ենք ցուցադրենք այն հարստությունները, որ մեր երկիրը ունի եւ տվել աշխարհին։ Թանգարանի կառուցման համար կենտրոնական տարածքը Գլենդեյլի քաղաքապետարանը հայ համայնքին վարձով է տվել 99 տարով, խորհրդանշական արժեքով տարեկան $1։ Մեր համայնքի համար եւ Գլենդեյլի ժողովրդի համար, ընդհանուր Գլենդեյլի ժողովրդի համար շատ կարեւոր է, որ ունենանք համաշխարհային մասշտաբով մի թանգարան։ Նման մի բան չկա այս տարածաշրջանում։ Հայ-ամերիկյան թանգարանն այցելուներին կտպավորի նախ յուրօրինակ շենքով։ Ճարտարապետ Արամ Ալաջաջյանն ասում է, նախագիծը պատմական ակնարկ է հայկական պար լեռնաշղթայի, հայոց լեռների ստալակտիտների, շենքին լույս բերող երթիկի ու Նոյան տապանի խորհրդանիշներով։ Դրսից վերցրած ամբողջությամբ մեր բնապատկերն է, Հայաստանի բնապատկերն է, գառնի ստալակտիտները, որ եզրագծում են ամբողջ ուրեմն թանգարանը, իսկ ներքևում հայկական պար լեռնաշղթան է, սկսած մեր Արարատ լեռից, Սրբազան լեռից։ Խորհրդանշում է ավելի միասնություն, որովհետև դրանք հավաքված են ֆրագմենտներից եւ այդ ֆրագմենտները ամեն մի ֆրագմենտ համապատասխանում է Սփյուռքի մի գաղթօջախին։ Երբ որ մենք միավորվում ենք, դառնում ենք ապառաշխարի պես։ Դա է խորհուրդը։ Հայ-ամերիկյան թանգարանը կունենա ժամանակավոր եւ մշտական ցուցադրություններ։ Մոտ 6 ամիս ժամկետով պարբերաբար կներկայացվեն Լոս Անջելեսում ապրող տարբեր ազգերի պատմությունն ու մշակույթը։ Նրանք եթե գան եւ 3 կամ 6 ամիս ցուցադրվեն, միևնույն ժամանակ կծանոթանան մեր մշակույթին եւ մեր պատմությանը։ Մշտական ցուցադրության մասը, որ պիտի ներկայացվի, լինի հայ ժողովրդի պատմությունը, ինչպես մեր լեզուն, ինչպես մեր կրոնքը, ինչպես մշակույթը։ Եվ մենք այդ մասը պիտի ներկայացնենք եւ ոչ միայն այդ Թանգարանի մշտական ցուցադրություններում կներկայացվեն նաև հայկական սփյուռքը եւ աշխարհի տարբեր երկրներում ապրած հայերի գյուտերն ու նորարարությունները։ Ամերիկահայերի, հատկապես Գլենդեյլի հայերի պատմությունն այս քաղաքի անբաժանելի մասն է։ Այս թանգարանը կարևոր է հայ համայնքի համար, սակայն այն ավելի կարևոր է ոչ հայերի համար, ավելի լավ հասկանալու իրենց հարևաններին եւ նրանց մշակույթը, որը մեծ տարածում ունի այստեղ։ Թանգարանը հրաշալի հավելում կլինի Լոս Անջելեսի համար, եւ ես հպարտ եմ, որ այն տեղակայված է Գլենդեյլում։ Հայաստանից դուրս ամենամեծ համայնքը ներկայացնելով այս թանգարանը շատ մեծ նշանակություն ունի։ Այն կներկայացնի հայկական մշակույթը, ցեղասպանության պատմությունը, նաև կարևոր ներդրումները, որ հայերն ունեցել են այս երկրում ու ամբողջ աշխարհում։ Թանգարանը ծառայելու է որպես մշակութային կենտրոն ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհից ժամանող այցելուների համար։ Այն նաև կմիավորի եւ մի հարկի տակ կհավաքի հայ համայնքը, այդպիսով ամբողջացնելով հայկական թանգարանի կոնցեպտը։ Հայ-ամերիկյան թանգարանը Գլենդեյլի համար կծառայի նաև որպես մշակութային կենտրոն եւ միջոցառումների հարթակ։ Չեմ էլ կարող փոխանցել, թե որքան կարևոր է հայ-ամերիկյան թանգարանը, վայր, որտեղ մեր երեխաներն ու նրանց երեխաները կարող են գնալ ու սովորել մեր համայնքի ու մշակույթի մասին, որը կպահպանի մեր ժառանգությունը։ Կարծում եմ, սա Լոս Անջելեսի հայ համայնքի տարիներ ի վեր իրականացրած ամենակարևոր նախագծերից է, եթե ոչ ամենակարևորը։ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցումն արժեցել է մոտ $100 միլիոն, ծախսի մեծ մասը հոգացել են ամերիկահայ անհատ նվիրատուները, $20 միլիոն նվիրաբերել է Կալիֆոռնիա նահանգը, $1 միլիոն նվիրել են ամերիկյան կառավարությունը եւ Լոս Անջելեսի մարզը։ Պատասխանատուները խոստանում են, թանգարանը դռները կբացի 2027 թվականի սկզբին։ Լիլիթ Սեդրակյան, Գարեգին Վարդանյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։